Պողոս Արաքյալն ասում է. ինչպես հավատան, եթե չլսեցին, կամ ինչպես լսեն, եթե չքարոզվեց։ Ուրեմն հավատքը գալիս է Աստծո խոսքից, եւ եթե մենք լսում ենք Աստծո խոսքը, հավատում ենք Աստծուն եւ ճանաչում ենք Աստծուն, եւ եթե դու հավատում ես, ապա հույս ունես առ Աստված, հույսից էլ ծնվում է սերը։ Հավատն ասում է Պողոս Արաքյալը, տեսանելի բաների վերաբերյալ չէ, այլ անտեսանելի, որտեղ ինչ որ տեսնում ես, պետք չի հավատալ։ Ինչ որ չես տեսնում, նրան պետք է հավատալ։ Հիմա մենք իրար ինչպես ենք տեսնում, աչքերով, չէ՞։ Իսկ օրինակ կույր մարդը ինչպես հավատա լույսին, եթե չի տեսնում։ Մենք ինչպես ենք իրար լսում ականջներով։ Իսկ խուլը ինչպես հավատա լսողությանը, երբ եթե չի լսում։ Մենք խոսքով ենք իրար։ Իսկ համրը եթե չի խոսում, ինչպես հավատա, որ խոսք կա։ Մենք ձեռքերով, ոտքերով ենք շոշափում միմյանց, չէ՞։ Իսկ ձեռք ոտք չունեցողը ինչպես հավատա, որ ձեռք ոտք կա։ Մենք միմյանց բուրմունքն ենք, հոտն ենք անում, իսկ նա ով հոտառությունը թույլ է, ինչպես հոտի համը զգա։ Ինչու եմ այս բոլորը ես ասում, որպես մենք հասկանանք, որ Աստծուն ոչ թե մենք պետք է արտաքին զգայարաններով հավատանք, այլ ներքին զգայարանով պետք է հավատանք։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս առաքյալներին ասում է, դուք տեսաք եւ հավատացիք։ Դուք տեսաք, միայն տեսնելը չի։ Դուք տեսաք, լսեցիք։ Հովհաննես Ավետարանիչն ասում է, շոշափեցինք կենաց բանը։ Քրիստոսի հոտն առան, երբ առան, Թաբոր լեռան վրա, երբ որ Քրիստոս պայծառակերպեց, առաքյալները թմրեցին, ասում է։ Ինչից թմրեցին, քուն եկավ, մինչ եկավ, այնպիսի բուրմունք էր Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպությունից անուշահոտություն էր բուրում եւ այնքան հրաշք էր այդ անուշահոտությունը, այդ բուրմունքը, որ իրենք թմրեցին, քնեցին եւ վերջո ճաշակեցին Քրիստոսին, կենաց բանը ճաշակեցին, առեք, կերեք, այս է իմ մարմինը, այս է իմ արյունը եւ առաքյալները այս կատարյալ միավորությունը ունեցան Քրիստոսի հետ։ Տեսան, լսեցին, հոտոտեցին, շոշափեցին, ճաշակեցին Քրիստոսին։ Բայց հիմա մենք որբ ու անտեր, որտեղ տեսնենք Քրիստոսին, որտեղ լսենք, որտեղ հոտն առնենք, որտեղ շոշափենք, որտեղ ճաշակենք Քրիստոսին։ Մեր տատիկները, որ գրում են սուրբ խաչն են համբուրում, խաչքարն են համբուրում, սրբապատկերն են, ուզում են Քրիստոսին համբուրել։ Դրա մեջ անկեղծ եւ միամիտ հավատք տեսեք, որ ածուխը դնում են խունկը, գնում են սարերի, ժայռերի վրա, կորած, մոլորված, խոնարհված վանքեր ու եկեղեցիներ են շրջում։ Պատահական բան չեն անում։ Աստծո բուրմունքն են ուզում, ես շատ եմ տեսել այդպիսի մեր հին ուխտավոր տատիկներին։ Հատուկ գնում են այն խոնարհված, կորած, մոլորված, որ մարդու ոտքը չի գնացել, որ պահապան հեշտակ այնտեղ նստած է։ Գնում են պահապան հեշտակի հետ աղոթելու, խունկ անելու, այդ հոտն առնելու, իր ոտքը խունկին խառնելու, երկինք բարձրացնելու։ Որտեղ մենք շոշափենք Քրիստոսին, ավետարանի համբուրելով, ավետարանի ձեռքներս բռնելով եւ ամենակարևորը իհարկե հասարակ հավատացյալները դրանք չեն կարող, բայց պատարագիչ քահանան
Տիրոջ մարմինն ու արյունն է շոշափում։ Իր ձեռքն է մտցնում Քրիստոսի կողի մեջ, ինչպես Թովմաս Առաքյալը մտցրեց ու ձեռքը ասաց Տերին եւ Աստվածին։ Եվ Տերն էլ ասաց. այ դու տեսար եւ հավատացիր, երանի նրանց, ովքեր չեն տեսել ու կհավատան։ Եվ վերջո մենք ինչպես ենք Քրիստոսին ճաշակում, երբ որ Տիրոջ մարմինն ու արյունն ենք ուտում, Քրիստոս հաց է դառնում, որ մենք ուտենք իրեն, որ գա մնդակվի մեր մեջ միավորվի, խմորում է մեր ամբողջ մարմինը, Քրիստոսի մարմնի եւ արյան հաղորդությունը ամբողջ մեր էությունն է Աստվածային դարձնում, Աստված բնակվում է մեր մեջ, որպեսզի մենք էլ Աստծուն մոտենանք, Աստվածանանք, որտեղ Աստված մարդացավ, որպեսզի մարդն Աստվածանա։ Ուրեմն այսպես ենք մենք երանության հասնում, հավիտենական կյանքի հասնում, երջանկության հասնում։ Ամեն։